Ռեինկարնացիա եւ սիմֆոնիկ նվագախումբն են մեր եթերում, իսկ հիմա արդեն տեսեք, որ ես եմ Գարուն է եկել եւ ծաղիկը։ Եվ գարնանային արդեն քիչ-քիչ տրամադրությունը գալիս է։ Ինչ ծաղիկ է։ Չեմ կարող ասել ինչ ծաղիկ է։ Մասնագետները թող գուշակեն։ Այո, կասեն հենց մեր հյուրերը։ Էլբակյան կրթահամալիրն ու Էկոփեն բրենդը արժանացել են պարլամենտ ամսագրի հոբելյանական մրցանակների։ Կրթահամալիրը մրցանակի է արժանացել կրթության ոլորտում նոր մտածողություն ձևավորելու, ուսումնական միջավայր ստեղծելու եւ սերունդների մասնագիտական զարգացման մեջ ունեցած ներդրման համար։ Էկոփենը էկոլոգիական պատասխանատվության եւ շրջակա միջավայրի պահպանությանը միտված նորարարական նախաձեռնությունների համար։ Մեր տաղավարում են Արտակ Էլբակյանը, Արթուր Էլբակյանը, Անի Էլբակյանը, Էլբակյան կրթահամալիրի եւ Էկոփեն ընկերության համահիմնադիրները։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սիրելի Էլբակյաններ, ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ ենք հրավիրել եք։ Զգում եք ձեզ գնահատված։ Այո։ Պարլամենտ ամսագիրը ձեզ գնահատեց եւ փաստորեն երկու նոմինացիայում ստացաք մրցանակներ։ Այո, Անակնկալ էր սա ձեզ համար։ Դե սպասելի էր, բայց վստահ չէինք, որ կստանանք։ Կարող եմ ասել, որ այս տարվա մեր առաջին ձեռքբերումներ վստահ եմ, շատ ձեռքբերումներ դեռ կունենանք։ Եթե խոսենք Էկոփենի մասին, ինչ կապ ունի Էկոփենը եւ այս ծաղիկը, գրիչը դնում ես իմ փորձառությունը ասեմ, որովհետեւ ես աճեցնելու փորձառություն ունեմ։ Գրիչը դնում ենք հողի մեջ, ուղղակի։ Գրիչը օգտագործելուց հետո, իհարկե։ Այսինքն ավելորդ աղբ չենք նետում բնություն եւ չենք վնասում բնությունը, սա շատ կարեւոր է։ Դնում ենք հողի մեջ, ջրում ենք եւ վուալա, ծաղիկ է աճում, լավ բնամքի դեպքում, այո։ Եթե խոսենք Էկոփեն ընկերության ու դրա գաղափարի մասին, որը շատ տպավորիչ է, որպես կանանչ էներգիայի հետևող մարդ, բնության մասին հոգ տանող մարդ շատ գնահատելի է։ Ինչպես ծագեց միտքը, ինչով է այն առանձնանում, առաջինն է եղել Հայաստանում։ Էկոփենը նախ այն մասին է գաղափարը, որ ամեն ավարտ նոր սկիզբ է։ Յուրաքանչյուր գրիչ իր մեջ կյանք է պարունակում, կարելի ասել փոքր գարուն, որը որ հետագայում կյանք ենք տալիս մի նոր բույսի, փորձում ենք պահպանել շրջակա միջավայրը եւ հենց գաղափարը դրանում էր, ավելի կանաչ ապագայի մասին է Էկոփենը։ Շատ բարի եւ իսկապես սա հիանալի գաղափար եւ հիանալի միտք, գրիչը օգտագործում ես, հետո ոչ թե նետում ես կամ այրում ես կամ չգիտեմ ինչ ես անում, այլ սկզբից խելացի մտքեր են այդ գրիչի օգնությամբ ծնվում, իսկ հետո ինչ որ ծաղիկ։ Որևէ բան եւ դա հետո ծաղկում է։ Ու ամենահետաքրքիր գիտեք ինչ է ինձ համար, ես եմ ունեմ մի քանի տարբերակներ, մեր տանն եկան աճած բաներ, միշտ սա անակնկալ։ Ինչ կաճի։ Մենք ձեզ նվեր ունենք նայել, ձեր անունով անվանական գրիչներ։ Անվանական ծաղիկներ են աճելու։ Ծաղկի մասով շատ վստահ մի եղեք, որովհետև անակնկալ է։ Կարող է կանաչի աճել։ Կարող է Բայց իրա մեխանիզմը, այսինքն ինքը չէ, սերմը միշտ ինձ շատ հետաքրքիր է եղել։ Մեջը սերմեր են դրվում։ Գրիչի պոչիկը պարունակում է անակնկալ բույսի սերմեր։ Երբ որ գրիչը վերջանում է, մենք դեն նետելու փոխարեն դա տնկում ենք։ Ու արդեն ջրելուց հետո բարբերաբար ստանում ենք որևէ բույս, բանջարեղեն, կանաչի, ծաղիկ։ Մասնագետները ստերեոտիպի կարող են միանգամից հասկանալ սա ինչ ապագայում բույս է։ Բայց չենք ասի։ Բայց ես քանի որ մասնագետ չեմ, այո։ Լավ, նաև անցնենք մեր սիրելի Էլբակյան կրթահամալիրի ինչ նորություններ կան, տարինոր է սկսում, ինչ անցյալ տարվա ձեռքբերումների մասին միգուցե կարճ, հետո անցնենք արդեն նորություններին։ Շատ լավ, նշեմ, որ Էլբակյան կրթահամալիրը ունի հետևյալ դասընթացները, վեբ ծրագրավորում ունենք, գրաֆիկ դիզայն, ինտերիեր դիզայն, UX UI դիզայն, Python ծրագրավորման լեզու, ռոբոտաշինություն ունենք, լուսանկարչության դասեր ենք տալիս, SMM-ի դասեր ենք տալիս, օտար լեզուների դասեր ենք տալիս եւ այս տարի որոշել ենք ավելացնել մեր դասընթացները, ունենք արդեն HR դասընթացներ եւ առանձին Canva ծրագրի դասընթացներ։ Ավելացնեմ, որ նաև նախնական գիտելիքների դասընթացներ ունենք եւ Microsoft Office-ի։ Նախնական, այսինքն դա այն մարդկանց համար է, ովքեր նոր պետք է ծանոթանան համակարգչի հետ
հավատացեք շատ ուսանողներ ունենք ու դեռ կունենանք, ովքեր Տարբեր տարիքի։ տարբեր հիմնականում ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր համակարգչի տարածություն չեն ունեցել ու գործի բերումով պետքա լինում, որ արդեն ծանոթանան համակարգչի հետ, սկսած միացնել, անջատելուց, ոնց ինտերնետից օգտվեն, ինչ-որ մի բան որոնեն, մեյլ ուղարկեն, մեյլ ստանան, այսինքն այն զրոյական գիտելիքներով։ Ես համոզված եմ, որ լիքը մարդ, որը որ ուզում է դառնալ պատգամավոր, օրինակ կարող է։ Համոզված եմ, որ ցուցակներում կան մարդիկ, որոնք որ դե հիմա չեն հարիկյան։ Հետաքրքիր է շատ ժամանակակից մասնագիտություններ կան եւս ներառված, HR-ն էլ է, բայց հետաքրքիր որ HR մասնագետներ եք արդեն պատրաստել։ Հա, այ հետաքրքիր է ինչ քանի շրջանավարտ եք ունեցել եւ ամենապահանջված մասնագիտությունները ըստ Շրջանավարտ կարող եմ ասել վերջի միջոցառման ժամանակ 350-ից ավել շրջանավարտ ունեցանք աշնանը այս տարվա վկայական է միջոցառումը հավանաբար մայիս ամսին կազմակերպենք հույսով եմ ավելի շատ շրջանավարտ կունենանք քան նախկինում Դարիչները չեն հերիքում արդեն համալիր պետք է հավաքի չպատասխանեցիք միջև վերջ Դա բոլոր դասընթացները պահանջված են, մենք ոչ թե դասընթաց ենք տալիս, հետո հասկանանք ինքը պահանջված է, թե չէ, այլ հաճախորդներ շփվելով հասկանում ենք, որ դասընթացներն է, որ դասընթացն է պահանջված եւ այդ դասընթացներն ենք ուրեմն AI-ի հետ կապված ինչ-որ բաներ մտածում եք, որ արհեստական բանականության դասընթաց դրա լինում, հա? Անկեղծ ասած, մենք արհեստական բանականության դասեր ունենք, բայց ես մոռացա ասեի։ Այո, արհեստական բանականության դասեր ունենք արհեստական բանականության։ Ունենք փաստորեն։ Ունենք, այդ դասընթացներ ունենք։ Ովքեր են դասավանդում, որովհետև երևի թե առանցքային բան է, թե ինչ սելեկտիվ վերաբերմունք կա այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց գիտելիքը փոխանցելու են, ու նաև մասնագիտական, մանկավարժական հմտություններ են պետք դրա համար։ Իրականում ճիշտ եք, շատ սելեկտիվ, որովհետև առաջին այն մարդը, որ պետք է դասավանդի, ինքը պետք է այդ գիտելիքներին եւ կոմունիկացիոն հատկություններին եւ հոգեբանական որոշ ոնց որ բաների տիրապետի ու մենք շատ խիստ ենք այդ հարցում։ Այսինքն այն մարդը, որ պետք է դասավանդի, անցնում են տարբեր ֆիլտրներ, ոնց որ նշեցիք, եւ բացի դրանից հետագայում արդեն դասընթացներ տրեյնինգներ են կազմակերպում մշտապես զարգացնելու համար մեր մասնագետների որակավորումը եւ բացի դրանից հետաքրքիր մշակույթ կա, որ մենք արդեն ունենք մի տեսակ ուրույն միջավայր ու թելադրող միջավայր, այսինքն նոր մարդը երբ որ մտնում այդ միջավայրը, արդեն ստեղծված կորիզի շուրջ սկսում է ինքը հարմարվել լավ իմաստով արդեն այդ մշակույթին փոխվում է դեպի լավը։ Դեպի լավը։ Ու նաեւ շատ հաճելիորեն նշեմ, որ միայն որպես կարող ենք փաստել, որ միայն կրթական հաստատություն չի, այլ մեծ մշակութային օջախ է դարձել ու ընկերական կապեր ուսանողների մեջ հստակ արդեն զարգացող մշտական կապ մեր կրթամալիրի հետ շարունակաբար չկտրվող ոնց որ սեր ու ջերմություն մարդիկ մի բան ավարտում են, գալիս են երկրորդ բան շարունակելու, նաև եւ դասախոսական կազմի հետ շփվելու, ոնց այդ արդեն շատ ընկերացել են եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու, այնպես որ Ամանել Էլբակյան կրթամալիրը զուտ ուսուցման սիստեմ կամ, չգիտեմ, կենտրոն շատ քիչ կլինի։ Ավելին քան կրթահամալիր, կարելի է այդպես ասել։ Հա։ Շուտով համոզված եմ, որ ներսում նաև ինչ-որ հետաքրքիր ակումբներ կստեղծվեն, չէ՞, օրինակ գիտակների, չգիտեմ, զբոսաշրջության սիրահարներ, ինչ։ Գրադարան, ինչ-որ երաժշտական խմբեր, միգուցե։ Իմիջիալոց վերևից աստվածներից հուշում են, որ մենք ինչ-որ հետաքրքիր տեսանյութ ունենք, տեսանյութ, որտեղ որ դուք ստանում եք ձեր մրցանակները, փառքը լավ բան է, էլի, չէ՞, մեկ-մեկ։ Շատ լավ բան է։ Երբևիցե ստացել ես մրցանակներ։ Այո։ Ահա, դեռ հաճելի պահեր են, չէ՞ կյանքում։ Շատ։ Դե ինչ, ուրեմն մեկեք, բայց նաև պետք է սովոր լինեն կամ կարողանան կիսել ուրիշների այդ երջանիկ պահերը։ Համաձայն եմ եւ հիմա Էլբակյան կրթահամալիրը մեզ եւ մեր սիրելի հեռուստադիտողի հետ կիսում այդ, եւ Էկոփենը կիսում է իր այդ փառքի րոպեները բոլորիս հետ։ Գնացինք։
Պարլամենտ ամսագիրը տոնեց իր 15-ամյա հոբելյանը։ Այս տարիների ընթացքում հավատարի մնալով իր սկզբունքներին, ամսագիրը ներկայացրել է արժանավոր մարդկանց պատմությունները, բարձրաձայնել ճշմարտությունը, արժևորել լավագույն գաղափարներն ու շարունակել իր առաքելությունը ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Հոբելյանական երեկոն նշանավորվեց Պարլամենտ ամսագրի հատուկ մրցանակների հանձնմամբ։ Պարգևատրված գործընկերների շարքում էր Էլբակյան կրթահամալիրը եւ Էկոփեն ընկերությունը իրենց նշանակալի գործունեության համար։ Այսօր մենք ներկայանում ենք Պարլամենտ ամսագրի 15-ամյակին, ներկայանում ենք մեր Էլբակյան կրթահամալիրով նորից ու շնորհակալ ենք բոլոր մարդկանց, ովքեր որ գնահատել են մեր այսքան տարիների ջանքերը։ Հերթական մրցանակը մի տեսակ ամեն անգամ sense ոնց որ գիծ է քաշում, որ մենք հասել ենք եւս մեկ մակարդակի, եւս մեկ կառույցի ինստանցիայի կողմից ոնց որ գնահատվել ենք։ Կրթական ոլորտում կատարելով արժեքավոր ներդրում նրանք ձևավորում ու առաջնորդում են երիտասարդներին, դառնալու կայացած եւ պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ընտրած ճանապարհին։ Իսկ թե ինչպես դառնալ այս նախաձեռնության մի մասը եւ ինչ գործունեություն են ծավալում ընկերությունները, համահիմնադիրները մանրամասնեցին։ Էկոգրիչները պատրաստվում են ձեռքով եւ էկոլոգիապես մաքուր են, քանի որ ամբողջությամբ թղթից են պատրաստված, ունենք ֆոնային տպագրությամբ, սովորական տպագրությամբ, ինչպես նաեւ աճող էկոգրիչներ։ Աճող էկոգրիչները պոչիկի հատվածում պարունակում են սերմեր եւ երբ որ գրիչը վերջանում է, կարող են տնկել եւ ստանալ որևէ բույս։ Պատվերների համար կարող են զանգահարել 033 88 88 34։ Էլբակյան կրթահամալիրը դասընթացները մատուցում, ինչպես հայաստանյան ուսանողներին, այնպես էլ արտասահմանյան։ Էլբակյան կրթահամալիրը անցկացնում է վեբ ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի, ինտերիեր դիզայնի, ռոբոտաշինության, SMM-ի, լուսանկարչության, Python ծրագրավորման լեզվի եւ շատ այլ դասընթացներ։ Գրանցվելու համար կարող եք գրել մեր Facebook-յան էջին, Instagram-յան էջին կամ պարզապես զանգահարել 096 88 88 44 հեռախոսահամարով։ Լուիզա Սարգսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Մենք վերադարձանք տաղավար, հիշեցնենք հեռուստադիտողներին, որ եթե ցանկություն կա մասնակցել դասընթացներին կամ գրիչները պատվիրել, էկրանին պարբերաբար տեսնում եք կոնտակտային տվյալներ, որոնցով էլ կարող եք կապ հաստատել, բայց ես ուզում եմ խոսենք նաև գրիչների տեսակների մասին, որովհետև ես հասկացա, որ գրիչների տեսակները որպես այդպեսին տարբեր են։ Այո։ Գրիչները պարտավոր լինեն տարբեր տեսակներ։ Իհարկե, անպայման։ Տարբեր տեսակի գրիչներ ունենք, սովորական տպագրությամբ, ֆոնային տպագրությամբ, կրաֆտ գրիչներ, ինչպես նաև փայլուն դեկորատիվ թղթով, թավշյա գրիչներ ունենք, բազմաթիվ տեսակներ ունենք ու կախված տպագրության տեսակից ու ձևից, հա, նաև թղթի, դրանց արժեքները տարբեր են։ Ու երբ հաճախ մեզ օրինակ սոցցանցերով գրում են, ինչու գինը չեք գրում, ինչու գինը չեք գրում, մենք չենք կարող բոլորի արժեքը նախապես ֆիքսել, որովհետև կախված շատ հանգամանքներից արժեքները տարբեր են լինում։ Իրենք վաճառքի որտեղից կարող ենք ձեռք բերել, եթե օրինակ մեծածախ տարբերակով չենք ուզում ձեռք բերել, այլ ուղղակի ասեմ, որ գրիչը կարելի է պատվիրել 1 հատից սկսած, այսինքն մինիմալ քանակ չկա է որպես այդպեսին։ Կարող են գրել մեր կամ Facebook-յան էջին կամ Instagram-ին կամ պարզապես զանգահարել 033 88 88 34 հեռախոսահամարով եւ պատվիրել ցանկացած գրությամբ եւ լոգոտիպով։ Եվ բոլոր գրիչները փաստորեն էկո են։ Բոլորը էկո են, թղթից են եւ ձեռագործ։ Այսինքն կարող են օրինակ դպրոցները պատվիրեն իրենց համար, իրենց անունով, լոգոյով, դասարանների անուններով, հետո յուրաքանչյուր դասարան կարող է մրցել թե ում կանանչին ավելի բարձր կաչի, չէ՞։ Հետո երեխաները նաև խնամ են բույսերը։ Հրաշալի նվեր մարտի 8-ին։ Ահա, իհարկե։ Ու կարևորը դժգոհ դեմքով մի ասա, այո, ուրախացի, որ մարտի 8-ին սիրելի տղամարդիկ, ձեր կանանց նվիրեք էկոփեններ մարտի 8-ին։ Իրենց անունով։ Իրենց անուններով, այո, կամ իրենց սիրելի։ Բայց ծաղիկի փոխարեն կարող են նվիրել։ Այո, ապագա ծաղիկ են այո, գրիչ եւ ծաղիկ, երկուսը մեկում։ Փոխ տանեն։ Ծաղիկ, որը որ արդեն երկար կապրի, ոչ թե մի քանի օր ծաղկան մեջ դրած կտրած բաներով, այլ շատ ավելի երկար ու Ուղղակի ջերմությունը, հիշողությունը շատ ավելի երկար ստացվի։ Ինձ մի հարց է հետաքրքրում շատ եւ ուզում եմ որ դուք կիսվեք ձեր փորձով։ Սովորաբար մարդիկ մենք հայերս շատ ենք սիրում ասել որ հարազատիդ հետ պետք չի բիզնես անել գործի հետ, ավելի լավ է հեռու գնաս։ Ոնց է երկու եղբայր հարազատ, մեկ քուրիկ հարազատ, ընտանիք, papan, maman այդքան օգնում։ Ոնց է իրար հետ այսպես ասած աշխատում, յոլա, ուզում ասել յոլա։ Աշխատում հաճիկ ստանում այդ, որն է գաղտնիքը։ Կիսվեք։ Կիսվեմ, լավ։
մերը ճիշտ նկատեցիք ընտանեկան ոնց որ գործունեություն է, ընտանեկան բիզնես է, բայց գործերը նաև բաժանած է, այսինքն ամեն ընտանիքի անդամ ունի իր ոնց որ բաժին գործը, պատասխանատվության ոլորտը, հա։ Մենք նաև ունենք ընտանեկան Էլբակյան Travel-ը, որը տուրիստական գործունեություն ունի, եւ տպագրություն EM-ը, որը ցանկացած տպագրություն կատարում է, այսինքն նաև տպագրական ֆիրմա ունենք ու ընդ որում նաև գրաֆիկ դիզայնի հետ կապված մեր լավագույն ուսանողներին կարողանում ենք նաև աշխատանքի տեղավորել մեր հենց տպագրական բաժնում։ Դա պարզ է, իսկ գրավականը ո՞րն է ձեր Հաջողության բանաձևը։ Արդեն ճիշտ դերային բաշխումը երևի թե Արտակ։ Հա, երևի։ Ճիշտ դերերի բաշխումը, սերը եւ համերաշխությունը։ Եվ հոգատարությունը։ Հոգատար։ Գործումը։ Տես ինչեր են, թե ինչեր են աճում։ Դե հոգատարությունից են ծնվում այսպիսի մտքեր։ Սիրուց, ինչ մրցանակներ ունեք բացի այս մրցանակից, էլի ունեք մրցանակներ, չէ՞ որ ոչ միայն Զարան է մրցանակներ ստանում։ Դե բազմաթիվ մրցանակներ ունենք, ոսկե դափնի ունենք, համազգային վստահության մրցանակ ունենք եւ շատ այլ մրցանակներ ունենք, հա, բայց մեր ամենամեծ մրցանակը, որ մեր ուսանողը գոհամնում եւ խորհրդատալի իր ընկերներին կամ բարեկամներին եւս մեզ մոտ գան սովորելու Էլբակյան կրթահամանում սովորելու եւ մյուսը կարող է լինել, որ նույն ուսանողը ու շատ ունենք նման ուսանողներ, որ մեկ առարկա ավարտելուց հետո նաև գալիս են մեկ այլ առարկայի դասընթաց, երկրորդ, երրորդ ուսանող ունենք, նույնիսկ երրորդ առարկան է արդեն սովորում, հա։ Իսկ ուսանողների տարիքային շեմը շատ բազմազան է, ամենափոքր տարիքի ուսանողները 6 տարեկան սկսած, որ հաճախում են ռոբոտաշինության, այսինքն 6-ից մինչև 12 տարեկան մասնակցում են ռոբոտաշինության դասերին, իսկ 13-ից բարձր արդեն կարող են մասնակցել ցանկացած այդ դասընթացի, հա։ Իսկ գրանցվելու համար կարող եք գրել մեր Facebook-յան էջին, Instagram-յան էջին կամ պարզապես զանգահարել 096 տեսնում եք հեռախոսահամարները, այս բանին, այո, ամեն ինչ պարզ է եւ հասկանալի։ Շատ շնորհակալություն, մենք ձեզ մաղթում ենք լավ օր։ Եվս մեկ մրցանակ որ ստանաք անպայման կգաք առաջինը մեր հետ կիսվեք։ Մենք էլ այս ընթացքում մեր գրիչները կավարտենք եւ կտնկենք, որ նրանք կմրցենք։ Խնդրեմ Զարա այդ պահը ֆիքսես, որ Instagram-ով տեսնեմ թե ինչ է տնկել եւ ինչ է ստացվել։ Ես արդեն ունեմ մեկ աճեցրած բույս գրիչով, այնպես որ այդ փորձառությունը կա, երկրորդն էլ սիրով կաճեցնեմ, իսկ ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էին Արտակ Էլբակյանը, Արթուր Էլբակյանը, Անի Էլբակյանը, Էլբակյան կրթահամալիրի եւ Էկոփեն ընկերության համահիմնադիրները։ Իսկ այս պահին գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք։ Իսկ ես առաջարկում եմ, որ Զարան իր բույսյանը կդնի Գոր, իսկ ես իմ բույսյանը կդնեմ Զարա։ Մնացեք մեզ հետ գովազդ շանթի եթերում։ Համաձայն եմ։